Ճամբարակ խոշորացված համայնքի Մարտունի բնակավայրի եւ հարակից բնակավայրի սիրելի բնակիչներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ եւ ուրախ եմ բոլորիդ տեսնելու համար։ Ժորժ ջան, այս նախընտրական քարոզարշավում մի նրբություն կա, որը ինձ շատ ուրախացնում է, որովհետեւ սենց խոսույթ ա եղել ժամանակին միջի եւ ավակ սերնդի ներկայացուցիչները կհիշեն, որ ասում են դե ընտրությունից ընտրություն են գալիս, ընտրությունից ընտրություն են երևում։ Ես շատ ուրախ եմ, որ իմ վարչապետ ընտրվելուց հետո դրանից առաջ չեմ հաշվում։ Ես Հայաստանի ամենաշատ գյուղեր եւ բնակավայրեր այցելած պաշտոնապես, ոչ պաշտոնապես այցելած պաշտոնյա եմ։ Ես ուրախ եմ նաեւ, որ Մարտունի բնակավայրով ես գոնե 2 անգամ հիշում եմ, անցել եմ, կանգնել եմ, մտել եմ խանութ, մարդկանց հետ շփվել, իհարկե դե չեն իմացել, նեղ շրջան ա եղել մարդկանց, ինձ թվում է ԿՎԿ-ին, այն վերջին անգամ որ եկա ստեղի այս բանը սալիկապատումը հլընթացքի մեջ էր եւ մարդիկ գերեզման տանող ճանապարհի հարց բարձրացրին, այսօր մարզպետին ասում եմ ուր ենք ասել ծրագրի մեջ ընդգրկված է, չէ, պարոն մարզպետ, ասցիք մարզպետը ուր է։ Նախագծվում է, թե արդեն մրցույթ, նախագիծը կա մրցույթի է դրվելու։ Եվ շատ կարևոր է, եւ իհարկե այդ այցելությունները գյուղեր ենք շատ հաճել է, ինձ համար միշտ հաճույք է գյուղերով, բնակավայրերով եւ նաեւ ինձ համար մեծ հաճույք է ժողովուրդ ջան։ Մենք Երևանից եկել ենք, հասել ենք ստեղ միջև հիմա ճանապարհի որակը։ Մենք ըստ էության լադոկոտ տեղ չենք հանդիպել, Սևանի բանում, Սևանի մայրուղում իմիջայլոց տեղ կա, բայց այս տարի որտե լատոկներ չկան։ Ինչ որ մի քիչ զգում եք, որ ճաքերը ակտիվ են, բայց այս տարի միջին նորոգումը սկսում է։ Բայց խնդրում եմ ինձ ասեք, էլի, հիշում եք 18 թվից առաջ ո՞նց ա եղել ճանապարհի վիճակը։ Ո՞նց ա եղել, խնդրում եմ ասեք։ Եվ ես այսօր մարզպետը գալիս ենք, ասում է ճանապարհի մասին եմ ասում, ասում է չեք հիշում, քարոզարշավի ժամանակ 18 թվի, մենք Ճամբարակից մինչև Վարդենիս 4 ժամ ճամփա ենք գնացել, Ճամբարակից մինչև Վարդենիս, այս ինչի համար ենք անում ժողովուրդ ջան, ինչի համար ենք մենք անում, ես ասել եմ, մենք ճանապարհներ ենք կառուցում, բայց մենք դա չենք անում ընտրությունների համար, մենք դա անում ենք մարդկանց համար։ Մենք որևէ բան չենք անում ընտրությունների համար, մենք անում ենք մարդկանց համար, որովհետև Հայաստանի Հանրապետությունում մարդը Հայաստանի քաղաքացին ի վերջո պետք է ապրի, ի վերջո այդ մակարման տրամաբանությունից դուրս ենք եկել եւ Ճամբարակ խոշորացված համայնքը ինձ համար ամենամեծ եւ սկզբունքային հարցն էր, իհարկե հիմա դուք մի քիչ թթուջրից ներքև եք, ամենամեծ եւ սկզբունքային հարցն էր, որ մենք պետք է անենք Ճամբարակի կյանքը փոխվի, որովհետեւ Ճամբարակում ամենանեղվածը ես Ճամբարակից էի, բայց հիմա Ճամբարակի կյանքը արդեն փոխվում է, որովհետև թթուջուր նավուր ճանապարհն է սարքվել, որը Բերդից Երևան տանող ամենակարճ ճանապարհն է, եւ այսօր երթևեկությունը անգամներով ավելացել է, դա նշանակում է ավելի շատ առևտուր, դա նշանակում է ավելի շատ սպասարկում, աշխատատեղեր, շարժ, եւ իմիջայլոց մի հատ մեկ ճամբարակցիների համար մեծ նվեր ենք պատրաստել այս տարվա ֆեստիվալներից մեկը տեղի է ունենալու Ճամբարակում եւ իմիջայլոց նաեւ են մարդիկ, որ հին հիշողություններով մտածում են դե լավ ճամփեն ոնց է եւ այլն չգնանք, ճանապարհը միջև ոչ միայն Ճամբարակ, այլև ընդհանրապես Սևանի ափից միջև Դիլիջան լավ վիճակում է, 2 կտոր ունենք, որտեղ սողանքային խնդիր կա, ճիշտ եմ, չէ՞ ասում, միջև Դիլիջանի Խաչմերուկ նորմալ վիճակում է, որովհետև այն կտորն էլ ենք սարքել։ 2 տեղ սողանքային խնդիր ունենք, մեկը Ճամբարակ չմտած, մյուսը դպրաբակում է, չէ՞ սողանքը։ Եվ դե սողանքը մի քիչ ինքը մուխաննատ բան է, լեզուն չենք հասկանում, կամ տեղ կա, հիմա օրինակ Ողջաբերդում ամեն տարի պետք է մենք բան անենք, որովհետև չի լինում կանգնացնել, բայց այստեղ հույս ունեմ ավելի փոքր է, արդեն դրենաժը սարքել են, հույս ունեմ կկանգնի։ Երեք մի հատ ուրիշ բան ա եղել, ժողովուրդ, շատ կարևոր։ Ես չէի հիշում, երևի այն ժամանակ չեմ էլ տեսել, բայց մեր գործընկերները հրապարակեցին 2010
2021 թվականի նախընտրական քարոզարշավի հանրապետական կուսակցության մի հատ հոլովակ։ Այդ հոլովակի իմաստն է նա 21 թվի ընտրություններին խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Իմաստն է նա, որ ասում են, որ կարճ ասածները են նա 21 թվին խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Եթե ԿՊ-ին ընտրեք 21 թվին, այ բանը շողակաթը, ճամբարակը եւ այլն բոլորը ադրբեջանցիներով են բնակեցված լինելու։ Այսօր դուք տենում եք այդ նույն խոսույթը, բայց ես իվ այնքան գոհ ուրախ եմ, որ 21 թվին է տեղել է։ Իմ Facebook-յան էջում դրած այդ հոլովակը։ Մի հատ մտեք նայեք, այդ նույն հանրապետական կուսակցությունը, որ այսօր հանդես է գալիս ուժեղ Հայաստան ծրագրի ներքո, հիմա էլի այդ նույն թելն են թելում, բայց ես էլ եմ ասում Ժողովուրդ ջան, մենք այդ էջը փակել ենք կոնֆլիկտի էջը փակելով Հայաստանի Հանրապետության ժողովրդի անվտանգությունը, բարեկեցությունը, դա լրտեսական թեմա է, որ ներմուծում են Հայաստանի պետական շահերին վնասելու համար եւ նրանք ովքեր ուզում են դեռ հարց ունեն այս հարցի հետ կապված ես խնդրում եմ մտեք 2021 թվի նախընտրական քարոզարշավի նյութերը նայեք տեսեք այդ մարդիկ ինչ էին ասում եւ ոնց էին ասում եւ ինչպիսին է այսօր իրականությունը եւ նաեւ Մարտունի համայնքի բնակավայրի հետ կապված այնուամենայնիվ չնայած դուք մի քիչ ավելի ներքև եք Բերդ Նավուր Տտուջուր ճանապարհից Հայաստանում զբոսաշրջիկների թիվը 30%-ով ավելացել է այս տարի։ Եվ այս ճանապարհը կարևորագույն զբոսաշրջային ճանապարհներից մեկն է։ Իմիջիայլոց ես մի անգամ Դիլիջանի կողմից բարձանում էի, թե այդ օրը նաև իջնում էի։ Ամեն Գոշավանքի կողմից, որ ստեց Գոշավան քանի կիլոմետր է։ Հա, մի 20, հա։ Մի 25 կիլոմետր։ Գոշավանքից որ բարձանում ենք, ամեն կիլոմետրի վրա շինարարություն կա։ Ամեն կիլոմետրի վրա շինարարություն կա, զբոսաշրջային ռեստորան են սարքում, են սարքում ու նաև Գոշավանքից անցնողը ոչ միայն միջև Գոշավանքի խաչմերուկ, այլև Գոշավանքից դեպի Մարտունի եկող։ Այդ նշանակում է, որ process-ները զարգանում են եւ այս ճանապարհը նոր գալիս ենք եւ ավտոբուսի մեջ ենք քննարկում, որ այս ճանապարհը Հայաստանի ամենագեղատեսիլ հատվածներից մեկն է, որը դեռևս բացահայտված չի։ Այն մարդիկով առաջ անգամ, ես օրինակ առաջ անգամ, որ դա շուտ է եղել տարիներ առաջ, գնա, սա Հայաստանի բացահայտում է, որովհետև այստեղի բնությունը ոչ մի ուրիշ տեղի բնության նման չի։ Եվ մեր խնդիրն է, որ դուք այստեղ ապրեք, այստեղ ավելի ու ավելի շատ, այսօր մենք Մարտունի բնակավայրում մենք կրթահամալիր ենք կառուցելու, սկսել է շինարարությունը թե դեռ չէ։ Սկսվելու է եւ մանկապարտեզի ծրագիր մենք ունենք մեզ պետք է եւ մենք ամեն ինչ անելու ենք որ ավելի Մարտունի Տտուջուր մյուս ճամբարակ խոշորացված համայնքով ավելի ու ավելի ամուր արմատներ ձգեք այս հողում որ ու լավ ապրելու համար ժողովուրդ ջան պետք չի լինելու գնալ ուրիշ տեղ լավ կյանքն է գալուս եւ գալիս աստեղ դուք այլևս լավ կյանքի համար ուրիշ տեղ գնալու անհրաժեշտություն պիտի չունենաք եւ այո լավ կյանքը գալիս է լավ ճանապարհի հետ լավ դպրոցի հետ լավ մանկապարտեզի հետ լավ տնտեսության հետ զբոսաշրջության թվի հետ բայց նաեւ լավ կյանքը գալիս է թոշակների հետ Այսօր մենք առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ միջին թոշակը ավելի բարձր է, քան միջին սպառողական զամբյուղը։ Ես 8 տարի վարչապետ եմ ժողովուրդ ջան, 8 անգամ 8 տարբեր չէ, կներեք, 8 տարի վարչապետ եմ, 7 անգամ թոշակին անդրադարձել ենք։ Որոշ չափով 5 անգամ բարձրացրել ենք ուղիղ թոշակը, 2 անգամ անկախիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը 2018 թվականին նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ այսօր նվազագույն թոշակը 46000 դրամ է պլյուս անկախիկ առևտրի դեպքում հետ վճարի համակարգը բայց շատ ավելի կարևոր մի նորամուծություն է մտել որը էլի լավ կյանքի հետ կապ ունի մինչև 18 տարեկան մեր երեխաները
պետական բյուջեի հաշվին ունեն առողջության ապահովագրություն, որովհետև մեր երեխեքը պետքա առողջ մեծանան եւ մեր երիտասարդ ծնողները, տատիկ, պապիկները պետքա մտավախություն չունենան, թե երեխեն որ առողջական խնդիր ունեցավ, ինչ են կանելու ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է, որովհետև ձեր պետությունը Հայաստանի Հանրապետությունը սիրում է ձեզ ժողովուրդ ջան, Հայաստանի Հանրապետությունը սիրում է ձեզ, բայց ոչ միայն երեխաներին, այլև մեր թոշակառուներին սիրելի 65+ տարիքի մեր բոլոր թոշակառուները պետական բյուջեի միջոցներով առողջության ապահովագրություն են ստանում։ Կան ներկաների մեջ մարդիկ, որ արդեն հասցրել են առողջության ապահովագրությունից, դե ուրեմն իրանք ծափերով առողջություն մաղթենք, որ իրանք այլևս օգտվելու անհրաժեշտություն չունենան։ Բայց ժողովուրդ ջան, այս ամեն ինչը շատ կարևոր է։ Դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, սա հարգանք է հասկանում եք, այս ճանապարհը հարգանք է այստեղ ապրող մարդու նկատմամբ, որովհետև այդ ճանապարհով ով էլ երթևեկի, ինքը տեսնում է, որ ինքը գնում է մի շատ կարևոր բնակավայր, որտեղ ապրում են շատ կարևոր մարդիկ, այո, եւ դուք շատ կարևոր մարդիկ եք, որովհետև դուք ապրեցնում եք ձեր պետությունը, ձեր հայրենիք պետությունը, մեր հայրենիք պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, եւ ես շնորհակալ եմ ձեզ, որ այստեղ խորը արմատներ եք ձգում եւ ասում եմ մեր խնդիրը հետեւյալն է, որ այլևս դուք լավ կյանքի հետևից չպետք է գնաք ուրիշտեղ, լավ կյանքը ձեր հետևից գալիս է Մարտունի, գալիս է Ճամբարակ եւ սա արդեն այո փոքր քայլերով, բայց արդեն իրողություն է։ Դպրոցը կլինի շուտով, մանկապարտեզը կլինի շուտով, առողջության ապահովագրությունը, բիզնեսը կզարգանա եւ ես համոզված եմ ամեն տարվա հետ կյանքը ավելի լավ անելու, բայց դրա ամենակարևոր նախապայմանը ժողովուրդ ջան, այդ Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղությունն է եւ ամենամեծ առիթը, որով ուզում եմ ես ձեզ շնորհավորեմ, հետեւյալն է։ Հայաստանում հաստատված է խաղաղություն եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ 2015 ներողություն, 2025 թիվը առաջին օրացուցային տարին է, նկատի ունեմ, որ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը մենք սահմանին զոհ վիրավոր չենք ունեցել։ Առաջին 2025 թվականն է, դրանից առաջ բոլոր տարիներին մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ։ Ընդհանուր առմամբ արդեն 2 տարուց ավելի է, որ մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ Եվ մեր խաղաղության դարաշրջանը, որը 2021 թվականի կառավարության ծրագրի ամենակարևոր կետն էր, գրած է տենց բառացի, Հայաստանի ժողովրդի առաջ կառավարության ստացած մեծագույն պարտավորությունը Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացվածնա, մեծագույն նշանակում է ամենամեծը, ամենակարևորը, եւ մենք մեր ձեզ տված ամենակարևոր խոստումը կատարել ենք, դա հեշտ չի եղել, դա դժվար է եղել, դա դժվար որոշումներով է տրվել, բայց մենք հասկացել ենք, որ հակամարտության թակարդից պետքա դուրս գանք եւ Հայաստանը այսօր հակամարտության փակուղուց վերածվել խաղաղության խաչմերուկի, Հայաստանը վերածվել խաղաղության խաչմերուկի, ինչի առիթով ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ։ Բայց այս ընտրությունների ամենակարևոր հարցը հենց կրկին դա է, կրկին խաղաղությունն է, թե արդյոք Հայաստանի ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությունը, արդյոք ժողովուրդը տեր կանգնելու է խաղաղությունը։ Մեր 10 ամսական խաղաղությունը նման է 10 ամսական երեխայի։ Եթե ինքը ուրախացնում է բոլորիս, բայց եթե իրան չխնամենք, ինքը չի ապրի։ 10 ամսական երեխային, որ չխնամենք, կապրի ինքը։ Այդպիսին է նաև խաղաղությունը, այսա պատճառը, որ մենք բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել խաղաղությանը գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Շատ կարևոր է արձանագրել, թե ինչու են քվեարկում 16-ին եւ ինչ է նշանակում 16-ին քվեարկելը։ 16-ին քվեարկելով քաղաքացին ասում է, որ ինքը
տերապետությանը, տերանկախությանը, տերապագային եւ տերախաղությանը, որովհետեւ սա պաշտոնի կռիվ չի, սա աթոռի կռիվ չի, ժողովուրդ ջան, սա պայքարա հանուն պետության, հանուն անկախության, հանուն խաղաղության եւ հանուն ապագայի։ Բայց նաև շատ կարևոր է ով պետքա տեր կանգնի խաղաղությանը, ժողովուրդը, բայց եկեք չմոռանանք, որ ժողովուրդը անհատներից է կազմված, ժողովուրդը այո, բայց ժողովրդի որոշումը ամփոփվում է անհատի որոշմամբ։ Էսա պատճառը, որ մենք ասում ենք եւ շատ կարևոր եմ համարում, որ յուրաքանչյուրը մեզնից առերեսվի են փաստի հետ, որ խաղաղության ապագան, խաղաղության ճակատագիրը, պետության ճակատագիրը, անկախությունը, ընտրությունների արդյունքները, ով կլինի վարչապետ ընտրությունների արդյունքներով, կախված է այդ բոլոր հարցերով մի մարդ պետք է որոշում կայացնի։ Մի մարդ պատկերացնում եք, ընդամենը մի մարդու կամքից է կախված, եւ այդ մեկ մարդը դու ես։ Այո, դուք, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով այդ մեկ մարդը, որ որոշում է կայացնելու եւ տերը կանգնելու, թող ձեռ բարձրացնի, ով այդ մեկ մարդը, եւ այս մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Մարտունի բնակավայրին, Ճամբարակին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակների եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ ժողովուրդ ջան։ Եվ այո, Մարտունիում ժողովուրդ ջան, այսօր Հանրապետությունում հարյուրավոր գյուղեր կան, հարյուրավոր գյուղեր։ Ես ուրիշ տեղ չեմ գնում, իմ մայրական Հաղարծին գյուղը։ Իր պատմության ընթացքում Հաղարծին գյուղում ոչ մի հատ սալիկապատված բարեկարգված փողոց չի եղել, ոչ մի հատ։ Այսօր մենք գյուղերը ցեխերից հանում ենք։ Այսօր մենք գյուղերում դպրոցներ ենք կառուցում, որովհետև ասում ենք, որ երեխեքը գյուղերում պետք է այնպիսի կրթության հասանելիություն ունենան, ինչպիսին Երևանի կենտրոնում։ Եվ ասում ենք գյուղերում ապրող մեր կանայք այդ ցեխերի մեջ մարդիկ տարիներով կաբլուկով կոշիկ հագնելու քայլելու շանս չեն ունեն։ Մենք ասում ենք մեր գյուղերում մեր կանայք պետքա ոնց որ Երևանում։ Այո, իրանց դա տառապանք չպետք է լինի գյուղում ապրելը, զրկանք պետք չլինի գյուղում ապրելը, հաճույք պետք է լինի աշխատանքով, գիտելիքով եւ բարեկեցությամբ։ Այս ճանապարհով ենք գնում եւ մենք հասնելու ենք եւ մենք արդեն իսկ շեմը հաղթահարել ենք, մենք այսօր ունենք նոր որակի պետություն եւ մենք ավելի բարձր որակի պետություն ենք ունենալու։ Ինչ նկատի ունեմ, նայեք ճանապարհի որակը, նայեք հրապարակի որակը, առողջության ապահովագրություն, թոշակ եւ այլն եւ այդպես շարունակ։ Այդ չեմ ասում դե զորահանդեսնել տեսել եք, էլի ինչ ասեմ։ Տեսել եք։ Շնորհակալ եմ շատ։